ասում է հանճարը 10% տաղանդ է, 90% աշխատասիրություն։ Եթե ուշադիր քննենք, յուրաքանչյուր մարդու Աստված յուրահատուկ առանձնահատուկ տաղանդ է տվել։ Ամեն մեկը յուրովի է։ Եվ դրա մեջ հենց Աստծո պատկերն ու նմանություն ու առանձնահատկություն կա։ Անկամ արարչության մեջ ամեն ինչ իր առանձնահատկություն ունի։ Մրջյունը երբեք չես կարող համեմատել արջի հետ, արջը, մրջյունը մրջյունը։ Իր առանձնահատկություն, այդպես էլ մարդու մեջ բոլոր մարդիկ իրենց առանձնահատկություններն ունեն։ Եվ դրանք եւ անգամ մանկությունից մարդկանց մեջ երևում են տաղանդներ։ Եվ դա Աստվածադիր է, Աստվածը տվել։ Եվ եթե մարդը կարողանում է իր մեջ գտնել այդ տաղանդը, այդ շնորհը եւ զարգացնել ի փառս Աստծո, ի բարերարություն մարդկության, այն ժամանակ իրապես իր մեջ ինքը իրագործեց իր տաղանդը։ Այվազովսկու մասին գիրք եմ կարդում, ծնված օրվանից ինքը ծովը սիրում էր։ Եվ իրապես իր արվեստը Աստծուն մոտեցնում է, ինձ այդպես է թվում։ Ստացվում է, որ չարը մարդու վրա բացառապես իշխանություն չունի եւ մարդ մերժում է չարը։ Չարը ընդհանրապես իշխանություն չունի մարդու վրա, եթե մարդը չի տաղանձնվում։ Մինչև դու քո կամքը, դու չես տեսել այն կինոների մեջ, որ ստորագրում են, պայմանագիր են չարի հետ ստորագրում, ասում են, այս ինչը վաճառում եմ քեզ, այս ինչը դու հեծնես բան չի։ Իապես հանձնում են իրենց կամքը չարին եւ չարը սկսում է իրավիճել։ Եթե մինչև դու քո ճամփ, եթե չարին մինչև վերջ ասես չէ, ինքը քո վրա չի կարող իշխի։ Քո կամքը ավելի ուժեղա, քան չարը։ Աստված այդտեն զենք է քեզ տվել, քո կամքն է դա, քո որոշումն։ Դրա համար Աստված այդ զենքը տվել էր Ադամին, ասում էր, այ քո կամքը, քո ձեռը պահի, այս զենք եմ տալի քեզ, որ դու ասես չէ, իրականում ինչ էր այդ արգելված պտուղը, չարին հաղթելու, վերջնական վերացնելու միջոց էր, հնարավորություններ։ Դու ասա չէ, մի կեր, որտեղ դու ուտես չարի հետ համագործակ, չարն էլ տենց արեց, ապստամբեց, վտարվեց երկնքում եւ ընկավ դժոխք։ Հիմա դու իրան ասա չէ, քո կամքը, որ քեզ տարած եմ, հզոր զենք է։ Ես էլ այդ քո զենքի հետևը կանգնած եմ, բարի կամքի հետևն Աստված է, հա։ Ես ու դու միասին քո կամքի գործակցությամբ չարինի վերջ վերացնի կգնա։ Բայց մի ամիտ Ադամը չարին ասեց, հա, այդ պահից սկսած արդեն դժվար է կամքդ հետ բերել։ Երբ որ դու չարին ասեցիր այո, դու արդեն իր գերին դարձար։ Մինչև Քրիստոս եկավ չխաչվեց, մենք այդ մեր կամքը չկարողացանք հետ վերցնել։ Մեր կամքի կամ մեր ընտրության սխալ հնարավորություն օգտագործելու պատճառով Աստծո միածին որդին խաչվեց։ Եվ միայն Աստծո զոհաբերությունից հետո մենք կարողացանք չարից հետ խլել մեր կամքը։ Տեսեք ինչ զենք է, դու ամուր պահեք, ձեր կամքը ձեր ձեռը պահեք։ Քրիստոս նաև միջոց հանդիսացավ, որ մարդկության մեջ շնորհի զարթի այդ այ Աստվածատուր պատկերը, Աստծո պատկերն ու նմանությունը վերականգնեց Քրիստոս։ Վերականգնեց, աղճատվել էր, կեղտոտվել էր։ Մենք պետք է ընդհանրապես Աստված մարդուն ինչ տվել է զենքը չարի դեմ պայքարելու, միտքը օրինակ։ Հզոր զենքը։ Գիտես ինչ զենքը չարի դեմ պայքարելու, բայց մենք էլ այդ հզոր զենքը վերցնում ենք այդ միտքը։ Մենք մեզ խփում ենք։ Ունես բաներ ենք մենք մտածում կամ ունես ձև ենք մենք պահում, խոհեմություն չունենք, չենք հասկանում, որ այդ զենք Աստված տվել է, մտքից հզոր զենք։ Կենթանի չունի այդ միտքը։ Ասում եմ ամենախելոք կապիկը, որ շիմպանզեն է թե օրանգուտանն է ոնց որ ամենախելոք ամենա ստեղծագործ կապիկը 3 տարեկան երեխու խելք ունի։ Դրանից ավել չկա։ 3 տարեկան երեխան բարձրանա թոռը դնի մի բան վերցի, всё это։ Դրանից ավել կապիկը չկա։ Ամենախելոքներից մեկն է համարվում էլի կենթանիների մեջ էլ կամ վերջը 3 տարեկան երեխու խելքից ավել չի անցնում։ Ամբողջ բուսական կենթանական աշխարհի ինտելեկտը։
բայց էլ դու մարդուն նա ինչեր է մտածում է, ինչեր է արարում, ինչ թռիչք ունի մտքի, եւ այդ դրան Աստծուն չի ծառայեցնում։ Աստված տվել է, բայց չի ծառայեցնում։ Զենքը տվել է, բայց չարի ձան ծառայեցնում։ Այնպես բաներ է հորինում, որ ավերում է երկիր մոլորակը, իր տունը քանդում է։ Դրանպես մարդ իր տունը պիտի սարքի չէ, բայց մենք մեր ձեռով մեր տունը քանդում ենք։ Մեր տունը ո՞րն է, երկիր մոլորակն է։ Մենք պիտի արարենք, ստեղծենք, շինենք, բայց մենք մեր ձեռով մեր տունը քանդում ենք։ Եվ ընդհանուր իմաստով էլ մեկը չի քանդում է։ Ինչ որ անում ես, այն էլ պիտի, ինչ որ սերմանում ես, այն էլ պիտի հնձես։ Ինչ որ արել ենք, այն էլ հնձում ենք էլի։ Իսկ որտեղից է սկսվել չարը սատանայի մոտ։ Չարը չարարած է։ Արարած չի չարը, գոյություն չունի։ Մինչև հիմա չարը չարարած է։ Հրեշտակները հիմա բացատրեմ մի խորը փիլիսոփայական բացատրություն է, որ պիտի մեկնաբանության կարիք ունի։ Ամբողջ արարչությունը բարի է, արարչությունը։ Ինչու որտեղ Աստված ստեղծեց եւ տեսավ, որ բարի է։ Ինչու՞ մեզ արարչության 6 օրից հետո տեսավ, որ բարի է։ Սատանայի եւ մարդու ընտրության հնարավորության մեջ ընտրության հնարավորության արդյունք է չարը։ Մարդը եւ սատանան մնում են բնությամբ բարի, բայց կամքով չարացան։ Սեսին չարը մտածել, հա։ Այսինքն ընտրության հնարավորության արդյունքն է դա։ Տես կենդանիները չեն կարող չարանալ, որովհետև իրենք ընտրության հնարավորություն չունեն։ Բուսականությունը չի կարող չարանալ։ Բուսականությունը երբ փոխվեց կամ կենդանական աշխարհը երբ փոխվեց, մարդու մեղք գործելուց հետո փոխվեց։ Երբ որ Ադամը դրախտում էր, վայելում էր, ասում էր, մենակ մշակի հողը, մնացած է կերխմի վայելի։ Բայց երբ որ մեղք գործեց, ասեց, երկիրը քեզ փուշ ու տատասխ թող բուսցնի։ Այսինքն բուսականությունն էլ փոխվեց։ Երեսիդ քրտինքով ուտես, տանջվես ու արդյունք չստանաս։ Բուսականությունը փոխվեց, ասում եմ, մինչև այդ առյուծն ու էշը միասին արածում էին, բայց հետո առյուծը սկսեց էշ ուտել։ Այսինքն կենդանին էլ գիշատիչ դարձավ, չէ՞ գիշատիչ չէին։ Արարչությունը այդ չարիքի հայելինը, մարդը մեղք գործեց, արարչությունը սկսեց պատժել մարդուն իր մեղքի համար, բայց իրականում իր ասենց ամբողջության այդ ներսում այդ խաղերը գնում, հա, ներսում այդ process-ը գնում, մեղք գործեցիր քո մեջ, բայց ընդհանուր եւ ամբողջ ժամանակի մեջ արարչությունը մի փակ համակարգ է, որ մնում է բարի։ Այսինքն Աստված ամեն ինչ վերահսկում է վերևից։ Այդ չարն ու բարին sense մի հատ մեծ կաղապարի մեջ է, եւ այդ կաղապարը գլոբալ իմաստով գնում է դեպի բարի, որտեղ Աստված բարի է։ Եվ այդ Աստված կարողանում է չարից բարին ստանալ եւ պահել իր կաղապարի մեջ։ Այդ բաները երկրի մոլորակում է, չէ՞ տեղի ունենում, որ բնությունը փոխվեց, կենդանական աշխարհը դարձավ գիշատիչ, մարդը մեղք գործեց, ասենք երկիր մոլորակի մեջ կատարվող մի փոքրիկ պատմություն է դա։ Որ դիեզերքը դրանից չխառնվեց, երկնքին էլ չխառնվեց, չէ՞, երկնքում կարգավորություն կա։ Այս այդ փոքրիկ process-ը, որ ես երկիր մոլորակի վրա կատարվում է, որ մի փոշե հատիկ է դիեզերքի եւ երկնքի համեմատության, եզրահանգմանը կգնա։ Գնային եզրահանգման, որ չարը վերջնականապես կդատապարտվի, Աստված չարուց բարին կստեղծի, բարիներին կտանի երկինք, չարն էլ գնա իր տեղ։ Եվ չարի պատմությունը ինչպես չարարած էր, այնպես է չարարած կմնա, գոյություն չունենա։ Բայց եթե սատանան մենակ բարի է տեսել, որտեղից այդ միտքը իր մոտ։ Հպարտություն, հրեշտակած պարտություն։ Ես բարձրանամ, իմ գահը Աստծուն հավասար դարձնեմ։ Այսինքն ավելին ձգտելու։ Տես Գրիգոր Տաթևացին ասում է հրեշտակները իրենց վարձքը չեն կարող ավելացնել։ Աստված ինչ աստիճանի վրա, ինչ վարձքի վրա իրենց ստեղծել է, դրանում էլ պիտի մնան։ Սերովբեն պիտի մնա սերովբե, քերովբեն քերովբե, աթոռը աթոռ, իշխանություն, պետություն, ոնց կան, այս պիտի գնա։
Բայց սատանան եւ նա հետապստամբած հրեշտակները ոչ միայն ուզեցան իրանց աստիճանից վեր հելնել, այլ Աստծուն հասնել։ Բայց մարդը տենց չի։ Մարդը կարող է իր օրհասական վարձքը ավելացնել։ Նա կադամը դրախտում ստեղծվեց, բայց դի երկինք գնալ, դի բարձանալ։ Հրեշտակի համար բարձանալ չկա։ Մարդու համար կար հնարավորություն բարձանալու, բայց ոչ չարի ճանապարհով։ Ինքը ուզեց բարձանալ չարի ճանապարհով։ Չարը ոնց որ գնաց, ինքն էլ ուզեց տենց գնալ, որտեղ չարը խաբեց եւ այն ասեց աստվածներ կլինեք։ Իրանք էին, չէ՞ ուզում աստված լինեին։ Իրանք չեղան, հիմա էլ մարդուն խաբեց, ասեց ու աստվածներ կլինեն, ասի արի իմ ճամփով գնանք։ Էլի Աստծո դեմ ապստամբենք, բայց չեղավ, չստացվեց։ Հիմա մարդուն բարձրացնելու հնարավորություն կա, բայց Աստծո ճանապարհով։ Մարդը իր օրհասական վարձքը կարող է ավելացնել, բարձրանալ։ Օրինակ Սուրբ Աստվածածինը անգամ սերով բեներից բարձր է։ Մոտ է իր միածին որդուն։ Դες ինչքան բարձրացավ մարդկային բնություն։